Վերջին փոփոխություններից հետո էլ ընդդիմադիրների ու քաղաքասարակության հիմնական պահանջները ընտրական օրենսգրքի նախագծում տեղ չեն գտել։ Այսօր խորհրդարան բերված փաստաթղթով դարձյալ մերժվում է ընտրություններին մասնակցած մարդկանց անունների հրապարակումը։ Փոխարենը իշխանություններն առաջարկում են քվեարկության ավարտին բոլոր վստահված անձանց միասին 20 րոպե տրամադրել համեմատելու ցուցակները սարքերի տպած մասնակցության կտրոնների հետ։ Նախագծի հեղինակներից Դավիթ Հարությունյանի խոսքով ժամանակը կարճ չէ, ամենամեծ տեղամասերում անգամ ընտրողների թիվը չի գերազանցում 2000-ը։ Բացի այդ, լուսանկարելու հնարավորություն է տրվելու լրագրողներին ու դիտորդներին։ Թող մեկն ու մեկը գա եւ բացատրի, թե ինչ է ինքը պատրաստվում անել, որ 20 րոպեն բավարար չէ ընտրովիության սկզբունքով ցանկացած հատվածը ցուցակի համադրելու եւ համոզվելու այդ տեղեկանքը, որը տպվել է, ճիշտ է թե ոչ։ Եթե ասեն 20 րոպեն չէ, 30 րոպե պատրաստ եմ դա ընդունել։ Բայց եթե խոսքը վերաբերի, որ պետք է մի քանի ժամ ընտրական արդյունքները մենք հետաձգենք, հաշվելը քվեաթերթիկները հետաձգենք, թե ինչը մարդիկ ուզում են հատ ծանոթանալ կամ արտագրել ցուցակից, դա ընդունելի չէ։ Հարությունյանն ասում է, այսպիսով մի կողմից պահպանվում է գաղտնիությունը, մյուս կողմից ներդրվում ողջամիտ մեխանիզմ ստուգելու ցուցակները։ Քաղված կանելու տարբերակը մինչդեռ ի սկզբանե չեն ընդունում ընդդիմադիրներն ու դիտորդները, պահանջելով մասնակիցների ցուցակները հրապարակել ամբողջությամբ, հասանելի դարձնելով այն լիարժեք վերահսկողության համար։ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը բաց է այդ գրված է, կախված է, թող կարդան եւ տեսնեն իրենք ողջունում են բաց կախելը, թե ոչ։ Որորդ անգամ դրա մասին խոսում ենք եւ տպավորությունս այն է, որ մարդիկ ուղղակի դա չեն ընկալում կամ չեն լսում կամ չեն ուզում կարդալ։ Իշխանություններն ի դեպ առհասարակ հիմնականում կատարված են համարում ԵԱՀԿ ժմիգի հանձնարարականներն ու Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները։ Ինչ մնում է ընդդիմությանը, ապա կյանքի չի կոչվի նաև տեղամասերից ինտերնետային տեսահեռարձակման պահանջը։ Չի կարող դրան երբևէ չենք համաձայնվել, որովհետև պետությունը չունի օպերատորներ, որոնք տեխնիկայի մասնագետ են, կամերա կպցնելու մասնագետ են, մենք ասել ենք պետությունը կկազմակերպի գնում։ Այդ գումարները պետք է բնականաբար գտնվեն ոչ բյուջետային աղբյուրներից։ Սկզբունքորեն դեմ չեն, բայց ընտրական օրենսգրքում չի ամրագրվել նաև ցուցակները մաքրելու պահանջը։ Հայ ազգային կոնգրեսը Վրաստանի օրինակներ բերում, առաջարկելով առանձնացնել երկրից բացակայողների անունները։ Կարող ենք որոշակի քայլերի գնալ, եթե լինի կոնսենսուս։ Այս պահին որևէ կոնսենսուս չկա եւ այն քայլերը, որ մենք կարծում ենք, որ նրանք ընդհանրապես լրացուցիչ են, մեր կարծիքով իրենք էական որևէ ազդեցություն չեն ունենալու, որևէ էական բան չեն բարելավելու, մեր ընդդիմադիր գործընկերների ոմանց կարծիքով բարելավելու են։ Եթե մենք գայինք կոնսենսուսի, մենք պատրաստ էինք լրացուցիչ քայլեր ընդգրկել։ Կոնսենսուսին հասնելը Դավիթ Հարությունյանը չի բացառում անգամ օրենսգրքի ընդունումից հունիսի 1-ից հետո, չհստակեցնելով, թե ինչ է փոխվելու այդ ժամանակ, գնալու են արդյոք զիջումների։ Կոնսենսուսը ինքնանպատակ լինել չի կարող, այն շատ ցանկալի է եւ դրա վրա մենք էլ շատ մեծ ռեսուրսներ դրեցինք։ Ցավում ենք, որ կոնսենսուս չկայացավ։ Դեռևս չենք բացառում, որ ինչ որ մի բան մեզ կհաջողվի գալ ընդհանուրի։ Ցավալի է, բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք պետք է կանգ առնենք եւ ոչինչ չանենք։ Աստված գիտի։ Ես միշտ պատրաստ եմ նման քննադատության։ Նախագծին եզրակացություն տալու համար պետաիրավական հանձնաժողովը կքվեարկի երկուշաբթի, լիագումար նիստից ժամեր առաջ։